աղոթություն աղոթելու ենք բոլոր հիվանդների համար, ովքեր որ հիվանդանոցներում են, ովքեր որ իրենց տանն են հիվանդ և բարկած են և ունեն խնդիրներ տեղաշարժվելու։ Մենք չենք աղոթում նրանց համար, ովքեր որ հնարավորություն ունեն այստեղ լինելու և չկան։ Թերևս շատերը կան, որ հնարավորություն ունեն մասնակցելու, գալու, որ իրենց համար տեղում աղոթեն, բայց երևի թե ինչ-ինչ խնդիրներով չեն կարողանում, բայց ես ասեմ քեզ, որ Աստվածաշնչում շատ հիվանդներ կային, որոնք որ տեղաշարժվելու խնդիր ունեին, խնդրում էին իրենց ընկերներին, որպեսզի պատգարակով տանեն, բայց այսօր շատ մարդիկ ոտի վրա են, բայց Տիրոջ մարմնին միանալու խնդիր ունեն։ Ես կոնկրետ աղոթում եմ նրանց համար, ովքեր որ հիվանդանոցներում են և իրանց տաներում հիվանդության իրանց մահճի մեջ են և դուրս գալու, տեղաշարժվելու խնդիր ունեն։ Ավելի շատ ես հիմա աղոթում եմ բոլոր հիվանդների համար, ովքեր որ նույնիսկ բուժվելու հույս չունեն, որտև ես հավատում եմ Աստծո ամենակարողությանը։ Մի պատմություն կար Հովհաննես ավետարան 11-րդ գլխում, ասում է Հիսուս մի սիրելի բարեկամ ուներ, անունը Ղազարոս էր։ Եվ նա հիվանդացավ։ Նա Մարիամի ու Մարթայի եղբայրն էր։ Մարիամն նա էր, որի մեջից Հիսուսը 7 դև հանեց, որին բերել էին քարկոծելու, իսկ Հիսուսն ասեց, ով որ անմեղա թող առաջի քարը գցի Մարիամի վրա, և որոշվեք չքարկոծեց։ Մարիամը նա էր, որ եկավ Հիսուսի ոտքերը արցունքներով լված յուղովոծեց և մազերով սրբեց։ Մարիամը նա էր, որ առաջինը Տեր Հիսուս Քրիստոսի հարության այդ փառավոր փաստը իմացավ և այդ հարությունից հետո Տեր Հիսուս Քրիստոսի հետ հանդիպեց։ Այս Մարիամի եղբայր Մարթան Մարիամի եղբայր Ղազարոսը հիվանդ էր։ Եվ Հիսուսին ասեցին, որ Ղազարոսը հիվանդ է, Տեր, որին որ դու սիրում ես։ Հիսուսը երբ որ լսեց այս, ասեց, այն հիվանդությունը մեռնելու համար չի, այլ Աստծո փառքի համար, որ Աստծո որդին նրանով փառավորվի։ Գիտես, Աստված տարբեր կերպերով է փառավորվում։ Աստծո ստեղծագործությունը, որ տեսնում ես, փառավորում ես նրան։ Ես ամեն անգամ, որ լուսինը տեսնում եմ տիեզերքում, արևը տեսնում եմ տիեզերքում, ինչպես է ջերմացնում ողջ աշխարհը և լուսինը ինչպես է լուսավորում գիշերը, այդ երկու լուսատուները, մենակ դա իցավար բավական է, որ ես Աստծո մեծության վրա սարմանամ ու փառտամ։ Բայց երկրի վրա տեսանելի մարդու համար, շոշափելի մարդու համար Հիսուս իր փառքի համար հրաշքներ է անում։ Եվ շատ հիվանդություններ կան, որոնք նրա փառքի համար են։ Որ հիվանդություններն են նրա փառքի համար։ Բոլոր այն հիվանդությունները, որոնք որ իրականում բուժվող են։ Այն հիվանդությունները, որոնք որ դու ինքդ ունես և հավատում ես, որ Հիսուս կարող է այդ հիվանդությունները բուժել։ Անբուժելի հիվանդություն չկա։ Եվ Աստծո փառքը պիտի երևա նաև քո կյանքում։ Եթե դու հավատում ես, որ քո հիվանդությունը Աստծո փառքի համար է, և դու կարող ես ինքդ ասես, իմ հիվանդությունը մահվան համար չի, կարող ես ինձ հետ կրկնես քո հիվանդասենյակում և ասես, իմ հիվանդությունը մահվան համար չի։ Եվ ես վստահ եմ, որ քո հիվանդությունը մահվան համար չի և նրա փառքի համար է։ Եվ ես Քրիստոսի մարմնի անդամ լինելով եկեղեցու հետ այստեղ միասին պիտի աղոթեմ քո հիվանդության համար։
իհարկե շատերը չին հիվանդություններ ունեն եւ տեղաշարժվելու համար գիտես բարդություններ են ստեղծում։ Չգիտեմ, այսօր մեկի ոտն է ցավում, եկեղեցի չի գալի, մեկի չգիտեմ եղանակը ինչի ճնշումն է տատանվել, գիտեք, եկեղեցի չի գալի։ Բնականաբար սատանան այսպես կամած մարդկանց սառեցնում է, բայց իրականում դա չի պատճառը, որովհետև եթե շատերը նայել իրենց կյանքում ճնշումներ են ունեցել եկեղեցի են եկել, տաքություններ են ունեցել եկեղեցի են եկել, հիվանդ են եկել, սուտ պատճառներ են։ Դրա տակը անհավատությունն է թաքնված։ Կամ ինչ-որ փոքրիկ նեղությունը, կամ խռովությունը, որ գիտես, ինքը շատ դժվարությունների մեջ է, բայց գիտես, Տերը իրան այսօր չայցելեց։ Եվ այսպես խռոված էին Ղազարոսի քույրերը, Մարթան ու Մարիամը, որովհետև մի քիչ երկարեց Հիսուսի այցելությունը, գիտեք, իրանք Տիրոջ ասել էին, շտապողությունը կանչել էին, շտապողությունը ուշացել էր։ Իրանք ասել են, Տեր, նրան, որին որ դու սիրում ես, հիվանդ է։ Եվ ես քեզ մի բան ասեմ, Հիսուսը 2 օր էլ է ուշացնում։ Ես քո կյանքում կարող խնդիրներ լինեն, բարդություններ լինեն, նեղություններ լինեն, դժվարություններ լինեն, որ մի քիչ դրանք քեզ նեղում են։ Ես դրանք ինչի համար են, որ դու ավելի մոտիկանաս Քրիստոսին։ Մեկ Տերը դրանք չի վերցնում, ուշացնում է իր ձեռքը, իր բժշկարան, իր ողորմած ձեռքը, ու նայում է, ինչպես կվերաբերվես, ինչպես կվարվես, կխռովես, խռովության խոսքեր կասես, թե կասես ես քեզ հետ համաձայն եմ Տեր։ Իմ հիվանդությունը մեռնելու համար չի։ Իմ խնդիրները անկման համար չեն։ Իմ խնդիրները քեզանից հեռանալու համար չի։ Եվ Մարիամն ու Մարթան վիրավորվել են նրա համար, որովհետև Հիսուսի ուշանալու պատճառով Ղազարոսը իրականում մեռավ։ Այլուտես նրան թաղեցին։ Այլուտես 4 օր էլ անցավ։ Եվ Ղազարոսը արդեն փտել էր, 4 օրվա մեռել էր։ Բայց Հիսուսը իմանալով Ղազարոսի մահվան մասին, իմանալով, որ Ղազարոսը արդեն գերեզմանում է, եւ արդեն 4 օր անցել է, աշակերտները ասաց գնանք Ղազարոսի մոտ։ Աշակերտներն ասին Տեր, Ղազարոսը մեռավ։ Իդես Հիսուսը ինչ ասեց, ասեց Ղազարոսը չմեռավ, Ղազարոսը ննջած է, քնած է։ Այդ որ քնածին են տանում գերեզման, որ քնածին են տանում գերեզմանի մեջ թաղում 1.5 խորության մեջ։ Ոչ մեկին։ Բայց Ղազարոսին թաղել էին 1.5 խորությամբ եւ բնականաբար ստեղ ավելի բարդացել էր վիճակը, որտեղ Մարիամն ու Մարթան մտածում են, որ եթե հիվանդ է, եթե դեռ կենդանի է, էլի մի հատ հույս կա, մեռավ, էլի հույս կա, որովհետև Հիսուսը մի պատանի էր հարություն տվել թաղման արարողության ժամանակին։ Եվ մտածում են, եթե հիմա այցելի հնարավոր է իցե թե հարություն տա։ Այս մարդիկ շատ անգամ մտածում են, որ իրենց կյանքի խնդիրը էդի ամենամեծն է, իրանցն է, որովհետև շատ անգամ մենք մեր խնդիրների ժամանակ այնքան ենք անտեսել կողքի քույրերի եղբայրների խնդիրները, այնքան ենք արհամարել կողքիների խնդիրները, այնքան ենք ցանել այդ առավարանքը, նույնիսկ չեն հետաքրքրել։ Այս ինչ քույրիկն է եղբայրը այսօր ինչ կերավ, ինչ խմեց, որտեղ քնեց, որտեղ արթնացավ, ինչ բարձր ճշմարտ ատամման մեջ աշխատանքի գնաց, որտեղ հույս չուներ, որտեղ ուրիշ ճանապարհ չուներ, որտեղ եթե չգնա, գումար չէր ունենա եւ իր վարձերը չէր տա։ Շատ անգամ մենք մեր ապահովության մեջ այնքան անտարբեր ենք, մեզ չի հետաքրքրում ոչ մի բան, որովհետեւ մենք ապրում ենք մեր կյանքի ամենա փառահեղ բարգավաճման վերելքը։ Բայց այլուտես երբ որ մեր դուրն ածեցուն նեղությունը, մեր սրտերն են նեղվում, մեր սրտերն են խռովում։ Ինչ հարցանել ես, ներ հնձում ես։ Որովհետև շատ անգամ մեր տուն այցելած դժվար ապրող քրոջն ու եղբորը
մի բաժակ սուրճից ու թեյից դատարկ ոչ մի բան չենք հյուրասիրում, որտև մեր հոգին զբաղված է մեր խնդիրներով։ Եվ ոմանք մտածում են, թե դա թևերը բացել են ու սրանում են, բայց Աստված մի բան է ուզում քեզ ասի, քո լավ առատ օրերի մեջ մի հիշիր նրան, մի մոռանա նրանց, ովքեր որ դժվարություն ունեն։ Եվ գիտես, Մարիամի ու Մարթայի կողքը այդ օրը չգիտես ինչի բոլորը կեղծավոր փարիսեցիներ էին հավաքված։ Ես մարդիկ կան, որ սիրում են իրաց կողքը հավաքել, փարիսեցիներ, մաքսավորներ։ Գիտես, չէ անառակ միջավայրի մեջ, անհավատ։ Շատ անգամ մենք որոշ մարդկանց, որոնք որ մի քիչ ավելի հարուստ են, պաշտոնյա են, պատվավոր են, մեր որ գալիս մի քիչ ավելի են խառնում, ինչ-որ էկզոտիկ բան են ուզում նվիրենք Աֆրիկայի եսին որ անհայտ ծառից պոկած զարմացնենք։ Այս մեր տուն այցելած հասարակ մեր քրոջը եւ կորը մի չայ տանք, որ տաքանա, որտեղ նրանից ոչ մի օգուտ չունենք։ Շատ անգամ մարդիկ իրանց նեղության տառապանքի մեջ ես բազմաթիվ մարդկանց եմ տեսել, ինչպես են շատերի տաներում ուղղակի հանգրգվանել, բայց որ իրանք են ինչ-որ մի բանի մեջ առաջ գնացել։ Նույնիսկ փողոցում մի մուրացկանի, որին պետք է ընդամենը 50 դրամ տան, մարդիկան հենց են արհամարում, ասում են սրան փոխտած չգիտեմ գնալու են չանի տվաստել ինչ 50 դրամ, իսկի 50-ն է ջնջված անում։ Ինչպեսին ենք մենք մեր կյանքի լավագույն օրերի մեջ, ինչպես ենք փակում մեր դռները, ինչ տեսախցիկներ ենք դնում մինչև առաջի հարկը, որ հանկարծ պատահական մարդ մեր տուն չկա, որտեղ մենք տան արդեն կուրքեր ունենք դրած, բայց ես քեզ մի բան եմ ուզում ասեմ, Հիսուս մի առակ ասեց, երանի նրանց ում դուրը ծեծեցի, բացեցին, որ հաց ուտեմ։ Երանի նրանց, ով ես մերկ էի, ինձ ընդունեցին և հանդերձ տվեցին։ Երանի նրանց, որ ես բանդում էի, ինձ այցելության եկան։ Երանի նրանց, ովքեր որ ես հիվանդ էի, ինձ տեսնելու եկան։ Ոչ թե ազգակից, արունակից, բարեկամի, որը նույնիսկ այցելության կարիք չունի, այլ մեկին, որ ես չես է ճանաչում, ես չգիտես էլ ով է, բայց ես որ կարիք ունի անտեսված։ Եվ ես ներողություն եմ խնդրում բոլոր նրանց, ովքեր որ իրանց հիվանդության մահաճում պարկած են, որ ես չեմ կարող ես այցելեմ, բայց ես կարող եմ հասանելի լինեմ այս ֆորմատի մեջ։ Թերևս սա ինձ համար ամենաանընդունի լինա, որտեղ ես կենդանի հաղորդակցություն ավելի շատ եմ սիրում։ Բայց սա հիմա ձեզ համար անփոխարինելի է։ Եվ ես հավատում եմ, որ Աստված ձեզ անտես չի թողել։ Եթե Տերը ձեզ բժշկի, եթե Տերը ձեզ օրհնի, երբեք ձեր դուռը չփակեք ձեր նման խնդիր ունեցողների առաջ, որովհետև առավել քան երբեք մեր կյանքը պիտի բաց լինի Քրիստոսի մեջ ապրող մարդկանց համար, ոչ թե մենակ մեր արունակից ու նրանցից, ումից որ մի քիչ շահում ենք։ Ես բարձրացնում եմ ձեռքերս քո հիվանդության վրա։ Ես ոսկի արծաթ չունեմ, բայց ինչ որ ունեմ Հիսուսի անունով, ես փոխանցում եմ քեզ։ Ես խոսում եմ քո հիվանդության բոլոր տեսակների վրա Հիսուս Քրիստոսի վերքերի բժշկությունը, նրա արյամբ ազատագրությունը։ Ես Հիսուս Քրիստոսի անունով քանդում ու ջախջախում եմ հիվանդության շղթաները քո կյանքում։ Ես խոսում եմ, որ նահանջեն ու հալածվեն ամեն հիվանդության ոգիները, ամեն դևերը, որ կանգնած են քո հիվանդության հետևում։ Ես խոսում եմ, որպեսզի Տիրոջ բժշկարար զորավոր ձեռքը գա քո վրա եւ այցելի քեզ եւ մաքրի քեզ
Տյանան քո հոգում վերքերը, քո վերքերը։ Դերևս հիմա ինչ-որ մեկը նայում է ինձ, որ բացարձակապես մեկն է չունի, որ իրան այցելեն։ Կամ թե քո հարազատներն արդեն քեզ պատրաստում են թաղեն, բայց քո հիվանդությունը մահվան համար չի, որտեղ Հիսուս հարություն առել, եւ ես Տիրոջ անունով խոսում եմ կյանք, դու պիտի ապրես հակառակ քո բոլոր մահուսողների, եւ Հիսուսյանով քանդում եմ քո հիվանդության շղթաները, ես իշխանություն ունեմ, եւ ես քանդում եմ այդ հիվանդության շղթաները, եւ ես աղոթում եմ քո բժշկության համար, եւ ես խոսում եմ քո ազատագրության համար, մահ, հեռացրա քո ճանկերը, հիվանդություն, դուրս, չքվիր այդ հոգու կյանքից։ Ինչ-որ մեկը նայում է հիմա ինձ, որի անունը Արմեն, եւ ես ասում եմ քեզ Արմեն, Տեր Հիսուսի արյան, վերքերի բժշկարար զորությունը հիմա հպվում է քեզ, քո մտքի մեջ ամեն կապան, որ սատանան դրել է, ես քանդում ու ջախջախում եմ, Հիսուսի արյան զորությամբ, դուրս են գալիս հայր, քո որդու Հիսուսյանով, բոլոր հիվանդությունների ու ցավերի դեմ, բոլոր այն հիվանդների, որոնք որ պարկած են հիվանդանոցներում Տերս, հիմա աղոթում են, որպեսզի քո առատ ողորմությունը, քո սուրբ հոգու ներկայությունը, քո փառավոր օրհնյալ զորավոր ձեռքը, Տեր իմ Աստված, հպվի ամեն հիվանդ, ամեն կապան քանդի, ամեն մարմին մաքրի, բժշկի, ազատագրի, Հիսուսի անունով, մենք հալածում ենք այստեղ կանգնած, եկեղեցու, քո մարմնի անդամները, Տեր, եւ դու գիտես, որ ես մենակ չեմ, Տեր, որովհետեւ մի հոգի ոչինչ չա, բայց մենք այստեղ կանգնած ենք քո անունով, քո բանակը ինելով, քո անվան փառքը կրելով, քո անունին հավատալով, քո անվան զորությունը մեր մեջ է, եւ մենք այդ անվան զորության, Տեր, մենք խոսում ենք, որ դատարկվել բոլոր հիվանդանոցները, բոլոր ուժ հաստատությունները, Տեր բժշկություն կա, իհարկե, բժիշկների հսկողության տակ, Տեր, որ նրանք ասեն, որ դու այստեղ այլևս գործ չունես, եւ հիմա ասա, ես բժշկված եմ Հիսուսի վերքերով, սա ասելով դու ընդունում ես, ես ազատագրություն եմ խոսում, դուրս ամեն հիվանդությունները, բոլոր նրանք ովքեր որ մեզ նայում են, ես ասեմ փակիր քո աչքերը, ձեռքը դիր քո հիվանդների վրա, հիմա Տիրոջ բժշկարար զորությունը գալու է, եւ այն վայրը, որտեղ որ դու գտնվելու ես դասվելու է Տիրոջ ներկայությամբ, եւ քո ձեռքի տակը, այրվելույա, Սուրբ Հոգու կրակով, ամեն հիվանդություն, ամեն ցավ, ամեն ուռուցք, ամեն քաղցկեղ, ամեն մետաստազ, ամեն մահ, Հիսուսի անունով, խորտակվում է Տիրոջ ձեռքերի մեջ, ով Տեր, այցելիր այն արցունքները, որ հիմա գնում են, այն այտերից, որ ամբոր քո ներկայությունը, քո սերն ու քո կաղթությունը, եւ քո գիրկը Տեր չէ, բերում է բոլոր հիվանդներին Տեր, որոնք հիմա պարկած են հիվանդությունից, մահիճներում Տեր, որոնց դեղն ու որովից են բժշկական միջամտությունները չի օգնի, բայց քո վերականգնող ձեռքը Տեր, հիմա հպվում է, ով փառք ես Հիսուս, անցիր հիվանդանոցներով Տես, հիմա նուշիմ քաղցր, անցիր բոլոր հիվանդասենյակներով, անցիր բոլոր տներով եւ ընտանիքներով, որտեղ հիվանդություն ցավ կա, բժշկարար զորությունը թող անցնի իմ երկրի միջով եւ իմ երկրի մեջ բոլոր հիվանդները, որոնք բժշկվեն, նրանք ասեն, որ սա Տիրոջ փառքի համար է, որ փառավորվես այս երկրի մեջ, առավել քան երբեք, ինչու ասել հեթանոսներ ու նրանց Աստվածը, Տեր, մենք ամոթով չենք մնալու, եւ ես իմ աղոթքս գիտեմ, որ դեպի երկինք է գնում, ճեղքում ամեն խավար, քանդում է սատանայի ամեն կապանք եւ ջախջախում ամենից, ես ամոթով չեմ լինելու, որովհետեւ ես տեսնում եմ քո ասանքը այն շուրթերի, որոնք որ Տեր իմ Աստված, հիմա անում են բժշկություն, Հիսուսի անունով, ես խոսում եմ այս բժշկարար զորությունը, Տեր, բոլոր այն հոգիների կյանքում, նրանց մարմնի բոլոր անդամների վրա, ներքին ու արտաքին, Հիսուսի անունով, որոնք որ նայում են մեզ, Տեր, շարունակիր հավատքով, փակած պահել քո աչքեր,
Եվ ասա ես բժշկված եմ, ասա Հիսուս անունը, Հիսուս կանչի նրա անունը, եւ ես խոսում ազատագրություն, բժշկություն, վերցրա, ոսկի արծաթ չունեմ, բայց ես այս բժշկությունը փոխանցում եմ քեզ, այստեղից, այս տարածությունը արգելք չի, Աստծո ամենակարող եւ ամեն ուժ գտնվելու համար։ Փառքես, փառքես, Սատանայի ճիրաններից եւ կապակներից ազատագրիր, վերթերում, բանտերում, բոլոր այն տեղերում, որտեղ որ հիվանդներ կան Տեր, փառքես հրաշք արա, փողոցներում, անտուն, անտես եղածները Տեր, Հիսուս, որբերին, որբևայրիներին, այցելիր ամեն ուր եմ, բժշկիր ու բաքշիր, ամեն ցավ, ամեն տկարություն, ամեն հիվանդություն, ամեն կապակ, Հիսուս բարձրան Տեր երկնի Հիսուս գերազան Կարող ես շարունակել քո աղոթքը, կարող ես շարունակել մնալ Տիրոջ ներկայության մեջ, կարող ես շարունակել գրկել քո երեխային, որի համար աղոթում եմ ես, որ բժշկվի Հիսուս գերազան Հիսուս բարձրան Հիսուս բարձրան Հիսուս գերազան Հիսուս բարձրան Հիսուս բարձրան Բարձրացնում է մեր ձեռքերը, բոլոր Հիսուս գերազան դուրս այն բոլոր հիվանդությունները Отец, восстань именем Иисуса Христа против всех болезней именем Иисуса Христа излечи, освободи именем Иисуса Христа от всех цепей болезней именем Иисуса Христа и дьявольских цепей освободи, Отец, свой народ именем Иисуса Христа я провозглашаю излечение я провозглашаю именем Иисуса Христа ранами Иисуса Христа все твои болезни излечиваются. О, Святой Дух, слава тебе, коснись. Те, кто сейчас смотрит нас, те, кто молится с нами, Отец, исцели. Дорогой брат и сестра, прими исцеление, закрой свои глаза. Оставь свою руку на теле, на том месте, где есть болезнь именем Иисуса Христа. Сейчас Святой Дух коснется тебя, и исцеление придет. Именем Иисуса Христа ты исцелен, ты исцелена. О, разрушаются цепи, грязные руки. Убирай, дьявол, именем Иисуса Христа. От дочерей, от сыновей Божьих. О, слава тебе, Господь, слава тебе, Господь. О, слава тебе, Господь. Ты тот же, вчера, сегодня и во веки, именем Иисуса Христа. Слава тебе, Дух исцеления, Дух Святой, Дух Святой, Дух Святой, Дух Святой, Дух Святой. О, пусть это исцеление изльется на все тела, которые смотрят, на все души, на всех, кто сейчас нас смотрит. Слава тебе, Господь дорогой. Пусть чудеса,
Assist us.